Սուրբ ոգին եկել է որպիսի բացի քեզ Քրիստոս ճշմարտությունը։Եշտակ չի զոհե քեզ փրկելու համար։ Քեզ ողջակեզներ չի արել փրկելու համար։ Քեզ փրկելու համար մորթել է իր որդուն մարդասնելով, որպես գառն Աստծո։ Այդ գառը նստած է հոր աչում հիմա, եւ նա կենդանի է, եւ նա բարեխոսում է, նրա իրունը գործում է, նրա հոգին խոսում այստեղ։ Սուրբ ոգին այդ սիրո հաղորդությունը ուզում անել եւ ինձ ու քեզ ուզում է հաստատել Քրիստոս կյանքի եւ սիրո վրա։ Կառուցիր սիրո խորանը։ Նա եկել է որ քո կյանքի մեջ ջնջի մեղքի թակավորությունը։ Նա ունի զորություն, նա ունի իշխանություն, նա վիճենական հաղթանակ ատարել։ Մենք հավատում ենք, գնում ենք նրա հետևից, որը հարություն առավ, հաղթեց գերեզմանին, հաղթեց մեղքին ու մահին, դատապարտեց սատանայի իշխանությունը եւ ասեց. Ես եմ որն որ պիտի գամ, ես եմ որ շուտով պիտի հայտնվեմ, պիտի վերցնեմ իմ եկեղեցին երկակնդի վրայից, անձամբ ես եմ գալու իմ եկեղեցու հետևից, ես եմ իջնելու երկնքից քեզ տանելու համար եւ ոչ մեկ չի կարող քեզ խանգարել։ Ես մինչեւ կյանքի վերջ քեզ հետ եմ, ով անմահոքի, հավատա իմ փառավոր երկնային տեսիլքներին հայտնություններին, իմ խոսքին, որ անփոփոխ է հավիտյան, քո հավատքի վահանը վերցրու, հոգու սուրը վերցրու, փրկության սաղավարտ հագիր, արդարության զրահ հագիր եւ Քրիստոսի տված ավետարանի կոշիկները ճշմարտության գոտով կապիր եւ դու լեցվիր Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին ուզում է լեցնիր այդ եկեղեցին, կառուցիր այդ եկեղեցին, որպեսզի կատարվի հայտնության խոսքը, որ գրված է հոգին եւ հարսը ասում են եկուր։ Այսօր եկեղեցու հավիտենական նպատակն է միանալ Սուրբ Հոգու հետ եւ Սուրբ Հոգու կյանքի գետերը բխեն եկեղեցուց, որպեսզի ես մեռած երկակունդը խմի այդ կյանքի ջուրը, այս երկակունդը մահվան մեջ է ինչպես մի ժամանակ ես ու դու, եւ Սուրբ Հոգին որոշ եղբայրների քուրերի միջոցով հղեց այդ կյանքի ջուրը եւ ես ու դու խմեցինք եւ կյանք ստացանք։ Սուրբ Հոգին բերել այստեղ քեզ, որ կյանքի ջրորը բացի քո աշխարհում եւ դու տեսնես Սուրբ Հոգու կյանքի ջրորը քո հոգու աշխարհում եւ այդ կյանքը բխի քեզանից